Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ ակտիվիստ Էդուարդ Հայրումյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ Էդուարդ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հանրությունը ձեզ ճանաչում է որպես բլոգեր, հանրությունը ձեզ ճանաչում է մարդ, ով իր աշխատանքին զուգահեռ նաև քաղաքի խնդիրներով է հետաքրքրվում, բացի հետաքրքրվելուց փորձում է դրանք լուծումներ տալ։ Հիմա հարցս հետևյալն է. նախ մասնագիտությամբ Երևանում եք ծնվել, որ այդքան Երևանի համար հոգատար եք, եւ ինչու որոշեցիք հենց նմանատիպ խնդիրների, որտեղ տեսնելով ձեր բլոգը եւ ձեր տեսանյութերը ավելի շատ կարծես թե բնապահպանական խնդիրներին եք նշանակություն տալիս։ Նայեք, ես ծնվել եմ Արցախում, ես հոգով սրտով միջև վերջերս էլ անձնագրով արցախցի եմ, 2008-ին եմ տեղափոխվել Երևան, ԵՊՀ ընդունվել եմ այնտեղից, այնտեղ ֆիզմատն եմ ավարտել, ընդունվել եմ Երևան պետական համալսարան կիրառական մաթեմատիկա, եկել այստեղ սովորել եմ ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերել դիպլոմով, բայց երբեք չեմ աշխատել ծրագրավորող, փոքրիկ բիզնես եմ դրել, հետո ընթացքում մեծացել, դարձել ընտանեկան բիզնես, ընտանիքի հետ։ Այսինքն մենք գործ ունենք բիզնեսի մարդու հետ, ով այդքան ծանրաբեռնվածության հետ միաժամանակ նաև զբաղվում է քաղաքի խնդիրներով։ Այո։ Ու բիզնեսի հետ համատեղում եմ իմ ազատ ժամանակ, ասենց ես գրաֆիկ ունեմ էլի, որ ամեն օրվա մի մասը, դա կլինի 10 րոպե կես թե մի ժամ, տրամադրել քաղաքին, իսկ շաբաթվա մեջ մի օրն էլ ավելի մի քիչ ծավալուն միջոցառում եմ անում, դա կլինի շաբաթօրյակ, ծառատունք, թե տնկած ծառերի խնամք, կամ չգիտեմ, նստարանների պատրաստում, կամ եթե պետք է լինում ուղղակի շրջել, ինչ որ տեղեր խնդիրներ կա, մի քանի տեսանյութեր անել, խնդիրներ բարձրաձայնել ու դիմել համապատասխան մարմիններին։ Ինչու եմ ես ընդհանրապես մեր երկրում իմ համար երկու ամենակարևոր խնդիրներից մեկը դա անվտանգությունն է, այս պահին, ինչի համար որ կարա իմ երեխան մեծանա ու որոշի Հայաստանում չապրի, ես երազում եմ, որ իմ երեխան մեծանա ու մտածի, որ սա ամենալավ երկիրն է ապրելու համար ու պետք չէ այստեղից գնալ, բայց ես իմ երեխան հիմա մեծս 4 դասան է, սովորում է այբում ու իմ պատկերացումով բարձրագույն կրթությունը պիտի ստանա եվրոպական որևէ երկրում, բայց ես ուզում եմ, որ գնա այնտեղ ամեն ինչը տեսնելուց հետո ինքը մտածի, որ այդ կրթությունով պիտի հետ գա Հայաստան ու ապրի Հայաստանում։ Դրա համար ես ուզում եմ, որ մեր քաղաքը գոնե Երևանը այնպեսին լինի, որ իմ երեխան ցանկություն ունենա հետ գալու ու ես իմ օրվա մի ժամանակը տրամադրում եմ հենց այդ նպատակիս երազանքիս։ Շարժառիթը դա է դարձել։ Ինչու բնապահպանություն։ Շարժառիթը նա է դարձել, որ ես շրջագայելով ուրիշ երկրներում տեսել եմ շատ լավ բաներ, որը ինձ կձգի բանը, ինձ չի կարա ձգի, ես որոշել եմ, որ չէ պիտի ապրեմ այստեղ, բայց բայց ինչու մենք չունենանք, հա, ու նաև բանը շարժառիթը նաև դա, որ հա, ես ուզում եմ, որ ես էլ իմ երեխաներն էլ ապրենք նույն երկրում, դա իմ ցանկությունն է։ Ու ինչու բնապահպանությունը։ Իմ համար երկու ամենակարևոր բանը դա մեր երկրի անվտանգությունն է, բանակը։ Երկրորդը ինչի համար, որ իմ երեխան մեծանա, կուզենա գնա, եթե մեր երկրում պատերազմ լինի, աղջիկ երեխա են իմ երեխաները, պարզա կուզենա գնա այլ երկիր, որ ավելի անվտանգ լինի։ Երկրորդ պատճառը դա մեր էկոլոգիան է։ Եթե ինչքան էլ մեր երկիրը լավը լինի, եթե մաքուր օդ չլինի շնչելու, մաքուր ջուր չլինի խմելու, այսինքն եթե տեսնում ենք մենք Եվրոպայում կյանքի միջին տևողությունը դարձել է եվրոպական X քաղաքներում կամ Չինաստանում 80+ տարեկան ու մեր երկրում կա դառնա 60-65 տարեկան, մենք կհասկանանք, որ չէ։ Ճիշտ է ուրիշ տեղ ապրել, որտեղ առնվազն գիտես, որ հավանականությունը մեծ է, որ 20 տարի ավել ես ապրելու։ Դրա համար ես անվտանգության ոլորտում ինձ չպատկերացնելով, չգիտեմ, բանակի ոլորտում չեմ պատկերացնում ոնց կարամ ես բանը ազդեցություն ունենամ, որովհետեւ ավելի դժվար կլինի։ Ավելի դժվար կլինի, իհարկե քաղաքացին չես կարող բարձրաձայնես բանակի խնդիրներ կամ չես կարող անվտանգային խնդիրներ բարձրաձայնես։ Ես մտածեցի, որ գոնե ունենամ իմ ազդեցությունը էկոլոգիայի վրա ու փորձեմ ինչ-որ բան փոխել էկոլոգիայում
մեր քաղաքի, բայց էկոլոգիան իր մեջ չի ներառում մենակ ինքը շատ բազմաժանր բան է ու նաև էկոլոգիայի հետ մեկտեղ նաև անվտանգային խնդիրներն են բարձրաձայնում, այսինքն այն ամենը ինչի վրա կարող պետությունը կամ սովորական անհատը ազդեցություն ունենա ու մեր շրջակայքը ավելի անվտանգ դարձնի, այսինքն ես բարձրաձայնում եմ նաև օրինակ խաղահրապարակների խնդիրներ, որ այս մի քանի օր առաջ դեպք ա եղել Բյուրեղավանում սղարան ընկել է երեխու Ես 2 տարի արդեն բարձրաձայնում եմ վատ կահավորված ու ոչ անվտանգ խաղահրապարակների մասին ու երկրորդ տարին է արդեն 2 դեպք Վանաձորում անցած տարի նոր կառուցված խաղահրապարակում երեխան հոսանքահարվել ու մահացել է, չգիտեմ գիտեք այդ դեպքը թե չէ, իսկ այս տարի մի քանի օր առաջ ունեցանք Բյուրեղավանի դեպքը, երբ որ սղարանը ընկավ երեխայի գլխին ու այդ ամենի վրա ես կարծում եմ, որ ես անձամբ կարամ ազդեցություն ունենամ։ Դուք կարող եք ազդեցություն ունենալ հենց խաղահրապարակների հետ կապված, քանի որ Աշունեն նախորդը եղել է ամառ։ Հատվածը չեմ ասում, որտեղ ամեն դեպքում այդ խաղահրապարակում, որը նախատեսված է 6-ից 10-11 տարեկան երեխաների համար, որ պետք փոքր են այդ կարուսել ասածները։ Ուրեմն մուտք են գործում տղաներ, ավելի հասակով եւ այլն։ Օրորվում են, ճոճվում են, ջարդում են։ Մայրիկները չեն կարողանում իրենց երեխաների հետ որ այդտեղ են, նրանց դիտողություն անեն, որովհետեւ ով փորձում է անել, պատասխան է ստանում եւ դա դարձնում է որոշակի։ Սա ոչ միայն մենք պետք է ասենք, որ պետությունն է չի հետևում եւ չի անում։ Մենք պետք է խոսենք, որ հասարակությունն էլ է դարձել արդեն, ոմանք դարձել են անկառավարելի, ոմանք անտարբեր։ Ես համաձայն եմ ձեր հետ, բայց պետք է անել։ Ես նաև միշտ Գուցե դրան զուգահեռ պետք է նաև կրթական, ինչ որ դաստիարակչական աշխատանքներ։ Կրթական ու դաստիարակչական աշխատանքները ոչ թե զուգահեռ, այլ միշտ պետք է անել, թե մանկապարտեզում, թե դպրոցում, թե ես մի օրինակ բեմ, ասեմ դպրոցը, որտեղ սովորում է 1000 հոգուց ավել աշակերտ, ոնց կարա այդ դպրոցի տարածքը կեղտոտ լինի ու խնամված չլինի։ Բայց մենք ունենք տենց տասնյակ դպրոցներ։ Առնվազն թաղամասը, որտեղ ես ապրում եմ, բոլոր դպրոցների տարածքը կարող այդպես չլիներ։ Երբ որ հարցնում ես ինչու, սենց միանգամից բյուջե, փող չկա, այսքան ինչ բյուջեի մասն է խոսքը, եթե քո, չգիտեմ, քաղաքանը եկել լուսամուտի տա հասել, բանի, դասանի տակի ես լուսամուտի ու բանի արանքի մոլախոտը, եկել հասել է արդեն լուսամուտը փակում է, ինքը մի մետրից ավել բարձր է, այդպեսի տեսանյութ ունեիք, բարձրությունը չափել էիք։ Ես շատ ունեմ տես տեսանյութեր, բայց երբ որ դա քաղաքում է, հա, օքեյ, ասում են քաղաքային իշխանություն կանաչապատում աղբանցում, բայց դպրոցի տարածքում, լավ մանկապարտեզի տարածքում, չգիտեմ, դաստիարակները քիչ չեն կարող ինքնուրույն մաքրեն, դիմեն քաղաքապետային թողանի, բայց դպրոցի տարածքում միթե չի կարելի ճիշտ հերթագրել, որ ճիշտ հերթագրես, ամեն մի երեխան ընդամենը տարին մի անգամ մաքրման աշխատանքի մասնակցի, այսինքն դասարանի կեսը, չգիտեմ, ամեն շաբաթը մեկ մի դասարանի կեսը հետևի, ուղղակի պոկի մոլախոտը ու մաքրի բանը, տարածքը, մենք ունենանք մաքուր խնամված տարածքով դպրոցներ։ Ես չեմ տեսնում, որ որևէ մի դպրոցում մի հատ երեխա ծառ ջրի, մի հատ երեխա ծաղիկ տնկի, մի հատ կա օրինակներ, մի քանի դպրոց կա, բայց դա չպիտի լինի բան էլի հատուկեն դպրոցներ, հա, ես մի քանի շատ լավ դպրոցի օրինակ գիտեմ, բայց դա չպիտի լինի հատուկեն, դա պիտի լինի ամբողջ, չգիտեմ, կարգ բոլոր դպրոցների համար, բոլոր մանկապարտեզների համար։ Թե ոնց պետքա դրան հասնել, երևի պետքա տնօրեն վերևից գա, էլի, այսինքն կրթության մշակույթի նախարարությունը ընդունի ինչ-որ որոշումներ, ուղարկի դպրոցներ, ուղարկի կամ կանչի ժողովներ անի տնօրենների հետ, ասի, որ այդտենց բան չտեսնեմ, չգիտեմ, սովետի ժամանակ բոլոր դպրոցները ԽՍՀՄ ժամանակ կառուցվող բոլոր դպրոցները ունեցել են քաղաքաշինական նորմ, 2/3 դպրոցների պետքա լիներ կանաչապատ։ Մեր ժամանակ հիմա այդ նորմը ոնց որ փոխվել է, չգիտեմ, նույն ամենացած թե փոխվել է 50%, բայց առնվազն 50%-ը պիտի լինի կանաչապատ։ Դուք հիմա նայեք նոր դպրոցները, որ կառուցվում են, հարց չկա, սիրուն դպրոց է, սիրուն շենք է կառուցվում։ Որոշ դեպքերում ոչ այդքան, որոշ դեպքերում, բայց ողջունելի է, որ կառուցվում է դպրոց մանկապարտեզ։ Բայց նայում ես մի հատ ասֆալտապատ տարածք է, ու ոնց որ զորանոց լինի, էլի, ուղղակի բանը ռոզվի կամ չգիտեմ լիմոնովի գույնին, վարդագույն կամ եսիմինչ գույնի ներկած էլի։ 3 հատիկ տու է տնկած, որը հաջորդ այ չորանալու է, ու վերջ, դպրոցի տարածքում չկա որևէ ծառ։ Մի հատ ծառ, 2 հատ ծառ։ Դա շատ կարևոր խնդիր է եւ երեխու հոգեբանական այդ բանի վիճակի վրա ազդում եւ առաջին հերթին էկոլոգիա ու առողջությունն է երեխու համար։
դուրս որ գնում ես ցանկացած ես եվրոպական տասցավել երկրներում շրջակայել եմ բոլոր տեղերում ուշադրություն դարձել դպրոցներին մանկապարտեզներին այնտեղ ոնց որ անտառներ լինեն սարքած էլի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները իսկ ցանկապատերը բոլորը կանաչ կամ ագծող բույսերով կամ թփերով կանաչապատած Իսկ մեզ մոտ նույնիսկ կարող են ժանգոտած ինչ-որ երկաթե Ես հիմա առաջին փորձը արեցինք անցած շաբաթ մի դպրոցի տարածք 135 դպրոցի տարածքը տնօրինության հետ պայմանավորվեցինք միասին կանաչապատում արեցինք ամբողջ ցանկապատի տակը Առաջարկը հեշտ ընդունեցի Հեշտ 200-ից ավել ես ինձ դպրոց գնացի որ պատկերացրեցի որ հեշտ կընդունեմ ուղղակի որպեսզի հետագայում այդ տեսանյութը ցույց տամ ուրիշներին որ տեսնեն որ չենք գալիս ձեզ ասենք այս ինչ վատն եք դուք այլ գալիս ենք ասենք այս ինչ լավն ենք միասին մենք էլի որտեղ մարդիկ վախենում են նույնիսկ դպրոցի տարածքում բարեկարգում կազմակերպելուց որտեղ ասում տեսանյութը որ նայեն ուրիշները կմտածեն բախի միջև հիմա տնօրենը չէր անում չէ շատ է լինում տես դեպքեր բայց ես ներկայացնում եմ որ չէ մենք միասին որոշեցինք որ անում ենք էլի որ տնօրենությունը իրանց վատ չզգա որտեղ նպատակը լավ բան անելն է ոչ թե այդ մարդկանց չգիտեմ ցեխը գցելը հա օքեյ միջև այդ խիչ եք արել այդ միշտ ակտուալ է միշտ կարանք ասենք խիչ եք միջև հիմա արել ու չանենք բայց ինչ որ մի ժամանակ պիտի գա որ պետքա սկսել չէ իսկ այդ սկսելը ոչ բոլորի համար է լինում Ձեր միջոցներով եք ամեն ինչ անում ամեն դեպքում շաբաթօրյակ է բահեր եք բերում Դե ես ունեմ գործիքների սենյակ լավ ես ասում փոքրուց գործիք եմ հավաքել ես կարող միջև 100 հոգի ապահովեմ գործիքներով ու գործ անենք այո բոլորի միջոցներով առած գործիքներ է այդ որ տնկում ենք ծառատուն կամ թփեր ենք տնկում կամ բան շատ դեպքերում նվիրում են ուղղակի ասենք մարդիկ տեսնեն որ ես կազմա այդ օրը որ գնացել ենք դպրոց տեսել եմ մեշոկով նաև տնկի պլյուշի այդ բաղեղի տնկի կանդը չեմ էլ իմացել ով է բերել բացի մեր տարածից իսկ մի մասը էլի նվիրել էին ես մի քիչ մասն էի առել զուտ վստահ լինելով որ նվիրելու են էլի որտեվ մարդիկ տեսնում են լավ բան են անում ու չգիտեմ Ինչպես անել, որ ձեր սկսած գործը ձեզ նմանները շատ լինեն եւ վարակիչ դառնա։ Ամեն դեպքում սա հանրությանն էլ է պետք անել։ Նույնը եւ քաղաքապետարանին է պետք անել։ Եթե քաղաքապետարանը այդ ամեն ինչը անի, գուցե հանրությանը ոչինչ չհասնի, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Դե օրինակ դպրոցի տարածքները կոնկրետ քաղաքապետարանը կարա թե օրենքով թե հենց ասի ես կապ չունեմ։ ԿԳՄՍ-ն չունի, չգիտեմ, ինչ որ ճիշտ մշակած մեխանիզմ, որ պետք է այդ տարածքները խնամվի։ Դպրոցներին մի հատ հիմար օրենք ունենք, ասում է, եթե բանը դպրոցը պիտի ունենա կամ թվերը որպեսզի չսխալվեմ X-ով ասեմ, էլի, կամ X հեկտար տարածություն կանաչ, կամ X հատ ծառ տնկած, որպեսզի դպրոցին տանք այգեպանի հաստիկ։ Հիմա եթե ունի տարածությունը Բայց չունի ծառ, իրան այգեպան չեն տալիս, բայց ինչ որ մեկը պետք է, չէ, որ այդ ծառը տնկի, ասում է, եթե քո տարածքը այդ X հեկտարից փոքր է, բայց դու ունես, ենթադրենք 100 հատ ծառ, օքեյ, քեզ այգեպանի հաստիկ ենք տալիս։ Բայց եթե ունենք դպրոց, այսինքն, որը ունի X-ից քիչ հեկտար տարածություն ու չունի տնկած ծառ, մենք իրան ասում ենք այգեպան չենք տալիս, ծառ չունես։ Դե այգեպանը պիտի լինի, որ ծառը տնկի, չէ։ Դու դպրոցը ծառ չունի, այգեպան չես տալիս։ Այսինքն այդ հաստիկը պահելու եւ աշխատավարձ Ինձ թվում է, պարտադիր բոլոր դպրոցներում պետք է լինի այգեպանի հաստիկ։ Ընդ որում այդ այգեպանը ոչ թե պետք է լինի բան, որ սովորական, այլ այդ այգեպանը նաև պետք է լինի, նաև ուսուցիչ։ Ինքը պետք է եւ խնամի եւ բաց դասեր անի երեխեքի համար ցույց տա բան այդ աշխատանքի դասերը հիմա մեր ժամանակ աշխատանքեր կոչվում հիմա ինչ որ ուրիշ անուն չէ այդ դասը տեխնոլոգիաների դասերն ասում խոսքով այդ անունով մեր պատկերացած աշխատանքի դասին ներգրավեն երեխեքին միասին այգեպանի հետ ջրեն ցույց տա փոքր ճյուղը ոնց են կտրում ցույց տա ծառը ոնց են տնկում ցույց տա չգիտեմ բանը աշնանային էտը ոնց է լինում պետք չէ երեխեքը մկրատվացնել կտրեն այլ ուղղակի տեսնեն համար այդ տնակներն են պատրաստում չգիտեմ, բանը մագլցող բույսերը ցույց տա ոնց են արմատիկներով մտնում պատի մեջ կամ ոնց են փաթաթվում ու նման այլ բան ցույց տա, չգիտեմ, մարդիկ միջև ես տեսել եմ երեխա, մեծ երեխա արդեն, որ չի պատկերացնում, որ անանասը գետնից է աճում կամ չի պատկերացնում, որ խնձորը ծառի Մանավանդ գյուղերի հետ հիմա կապը կարծես թե կտրվել է, մարդիկ շատ արդեն գյուղերում չեն լինում։ Ցավոք, ու նաև դա զարգացնելով կարելի է տանել արդեն փոքր ջերմոցներ, բանջարաբոստանային կուլտուրա, ասենք երեխան տեսնի գոնե լոլիկը ոնց է լինում, վարունգը ոնց ու կանաչին ինչ է էլի իրանց ներկայացնում։ Այդ ամեն ինչը պետքա բերել դպրոցներ։ Ինչի՞ չեք ձեր դպրոցը հիմնում։ Դուք բիզնես ունեք։ Գուցե մեկ այդպեսի օրինակելի դպրոց դուք կպատրաստեիք։
Չէ, ես ավելի հակված եմ, որ բանը։ Եթե ես Հասարակությանը պատրաստ եմ մի փորձենք դպրոց, օրինակ, ես կսախ բանով ժամանակս կտրամադրեմ դրան, հա, օքեյ, կարող է 100 հոգի լավ մարդ աճացնենք, բայց ես մի քիչ ավելի գլոբալ եմ մտածում, ես մտածում եմ կարելի է բերել փոփոխություններ ամբողջ երկրի համար, էլի դրա համար։ Էդուարդ, իսկ միայն մասիվն է ձեր ուշադրության կենտրոնում, թե քաղաքի մասիվը ավանը, որտեվ հենց բուսաբանական այգու ծառերը որ հատեցին։ Ու իմ աշխատանքը ակտիվիստ լինելը չէ, դրա համար եմ ես կենտրոնացած մասիվի վրա, որտեվ իմ թե տունը, թե աշխատանքը մասիվում են, թե այդ գործիքների սենյակը, թե մարդիկ ովքեր ինձ ճանաչում են, որ շուտ կարող ենք հավաքվենք, մասիվում են, դրա համար է շատ դեպքերում ինչ տեսնում եք մասիվում արվում, բայց չէ, կենտրոնը իմ երկրորդ ուշադրությունը դա կենտրոնն է, որտեվ Երևանը սկսում է կենտրոնից ու շատ կարևոր է որ ու Երևանի հյուրերը գալիս են կենտրոն ու շատ կարևոր է որ կենտրոնը լինի խնամված ու լավ վիճակի, ես իմ հայտերի մեծ մասը նաև կենտրոնում է բացած ու կենտրոնում ունեմ արած գործեր։ Ջրատարերն եք մաքրել հենց կենտրոնում։ Չէ։ Սա մասիվ է։ Դե մասիվում եք արել։ Բայց բանը Կուժով աղջիկը Այծեմի Կուրարտոյի հուշարձանը Կուժով աղջիկը տեսեք դրա տարածքի բարեկարգում նստարանն եմ այդտեղ տեղադրել, խնդրել ենք Երևանի քաղաքապետարան լուսավորելա։ Հիմա երևի տեսել եք որ ինչքան սիրուն է այդ Կուժով աղջիկա տարածքը։ Ես իմ բանը sense ասած ներքին ընտրած ճյուղերից մեկը դա մեր մշակույթն ու հուշարձաններն են, որ իմ պատկերացման բոլոր հուշարձանների տարածքները պետքա լինեն մաքուր, խնամված, կանաչապատ, հուշարձանը պետքա լինի լուսավորված, բոլորը նույն կելվինի լույսով, նույն ձևի լույսով, այլ ոչ թե մեկը սպիտակ, մեկը կանաչ, մեկը չգիտեմ էլի, այսինքն եթե դու նկարես հուշարձանը լույսից, տարածքից, խնամքից պետքա հասկանաս, որ դա Երևանի հուշարձան է։ Ավելի մեծ հուշարձանների մոտ ես պատկերացնում որ պետք է տեղադրած լինի Հայաստանի Հանրապետության դրոշ, օրինակ Երևանի մուտքի հուշարձանի մոտ որ կա տեղադրած, բայց ինքը լուսավորված չի, դրոշները պետք է լինեն լուսավորված։ Մի խոսքով բանը պետք է լինի պարտադիր ցուցավահանակ դրած հուշարձանների մոտ 3 լեզվով գրված QR-ով, QR-ը տանի մեր Երևանի քաղաքապետարանի էջ, որտեղ լինի նաև արդեն բացի հայերեն, ռուսերեն, անգլերենից, օրինակ չիներեն եւ պարսկերեն լեզուներով գրված մեր հուշարձանների մասին։ Ես տենց մի հատ պրոյեկտ ունեմ, որ հիմա քաղաքապետարանի հետ ակտիվ քննարկում ենք։ Հաստատ քաղաքապետարանի հետ ինչ որտեղ աշխատում եք։ Շատ տեղերում քննարկում ենք, շատ տեղերում կոնֆլիկտ ունեմ։ Որտեղ է կոնֆլիկտը։ Կանաչապատում, որովհետև ես լրիվ չեմ կանաչապատումը։ Ամենամեծ կոնֆլիկտը իմ քաղաքապետարանի հետ կանաչապատման հետ է, որովհետև իրենց հետ է կապված։ Մասնագետները այդքան չեն, թե դա մասնագետների խնդիր է, թե ուղղակի կամ չկա։ Ես գտնում եմ, որ իրենց ծրագրերի մեծ մասը սխալ է արվում։ Մեծ մասը ոչ ամբողջությամբ, մի երկու տեղ սխալվել ու ճիշտ են արել։ Մնաց մեծ մասը սխալ է արվում ու ես քննադատում եմ, իսկ իրանք քննադատություն չեն սիրում ու դրա համար մենք ունենք կոնֆլիկտ։ Քաղաքապետը ձեր մասին գիտի։ Քաղաքապետը ինձ պատվոգիրել է տվել որպես ակտիվ քաղաքացի ես վերջերս։ Չի ասում մեր գործը դու ես անում, տղա ջան, ինչու ես այդքան։ Չէ, տենց հեռու է տանում իրան, չգիտեմ ինչ ասում։ Բայց դուք ասացիք, որ եվրոպական երկրներում շրջագայել եք եւ արդյոք այնտեղ էլ է նման մոտեցում, նման մարդկանց հանդեպ, թե ընդհակառակը շահագրգռում են։ Օրինակ նայեք, Ռուսաստանում 10 տարի առաջ շատ լավ մոտեցում էր, քաղաքապետերը հրավիրում էին ակտիվիստներին, շրջում էին, քննարկում էին։ Հիմա այդ մարդիկ բոլորը թռած են Ռուսաստանից, քանի որ փոխվել է բան, որ հիմա չի կարելի քննադատել։ Հիմա այդ մարդիկ իմ ճանաչած այդ մարդիկ, ովքեր շրջում էին քաղաքի խնդիրներն էին բարձրաձայնում, ֆոնդ ունեին, չգիտեմ, քաղաքի համար հարցեր էին լուծում, այդ մարդիկ բոլորը գնացել են Ռուսաստանից, հիմնականը ճանաչվել են ինոագենտներ, բայց 10 տարի առաջ իրանց քաղաքականությունը ինչ շատ էր դուր գալիս այդ մասով, որովհետև քաղաքապետերը ակտիվիստների հետ շատ հետաքրքիր բանը կապ էր եղել։ Երևի ավելի մոտիկ է գնում մերը այդ լավին, քան վատին, որովհետև եթե տենց շատ Ես անձնական վիրավորանք երբեք ոչ մեկին չեմ ասում խնդիր բարձրաձայնելուց ու ոչ էլ քաղաքական ինչ որ վիրավորանք կամ քաղաքական Ընդհանրապես խնդրի մասին եմ խոսում ու հիմնականում առաջարկում ինչ լուծում կարելի է տալ իսկ եթե խնդիրը փոքր է պրոստը ես լուծում եմ ու ասում որ կարող եք դուք լուծեիք սա շատ հեշտ է լուծելը որոշ դեպքերում էլ ուղղակի լուծումը պարտավոր չէին անել ես ուղղակի ասում եմ որ կարելի է ասենց անել, եթե լինի ցանկություն, որովհետև կա խնդիրներ, որ կարա տենց էլ մնա, էլի, ասենք, նույն դպրոցի ցանկապատը կանաչապատեն, ասեն, երբեք տենց որտեղ է գրած, որ մենք պիտի դպրոցի ցանկապատը կանաչապատենք, չէ՞։
Բայց ես այդ դեպքում ես իրավունք չունեմ քննադատել ասել։ Գիտեք ինչ, այս խես դպրոցի ցանկապատը կանաչապատած չէ։ Դա ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է, էլի։ Դրա համար ամեն մի տեսանյութ ունի իր սպეციფიკան, էլի, որտեղ դու պետքա իմանաս այս մարդիկ ինչ են պարտավոր անել, որ չեն անում, ինչ ես շատ լավ գիտեմ, ու դու պետքա իմանաս ինչ իրանք պարտավոր չեն, բայց դու առաջարկում ես քո օգնությունը։ Մանկական կարուսելների մասին խոսեցինք եւ ցավոք ու դժբախտ պատահար ունեցանք, ում վերահսկողության տակ պետք է լինի, քաղաքապետարանը պետք է, քաղաքապետարը եւ թաղապետերը եւ թաղապետարանները։ Դա եղել է Երևանում, այնտեղ թաղապետ չկա։ Ընդհանրապես։ Ընդհանրապես, այո, դե թաղապետը ով է, թաղապետը քաղաքապետի ականջներն ու աչքերն է այդ տարածաշրջանում, այսօրվա բանով էլի, ստրուկտուրայով, այսինքն բնականաբար քաղաքապետը չպիտի տեսնի, գնա սաղ թաղերով ու տեսնի բոլոր խաղահարապարակները։ Կան այդ մարդիկ, որոնք իր աչքերն ու ականջները պետքա լինեն այդ թաղամասում ու պարտավոր են խնդիրները հասնեն միջև վերև, եթե պետքա, բայց առաջին հերթին, եթե կարում են լուծեն, որ չգնա հասնի վերև, էլի։ Եթե Երևանի մասն է, այո, թաղապետերն են առաջին պատասխանատուն վատ կարուսելների, չգիտեմ, վատ կահավորված կարուսելների, խաղասարքերի համար։ Եթե խոսքը այլ համայնքների մասն է, ապա համայնքապետը, որտեղ դեպք եղել է Բյուրեղավանը հենց համայնքապետը անմիջական պատասխանատուն է։ Այդ թաղամասը Սարի թաղն էր Բյուրեղավանի, այդտեղ 800-ից ավել բնակիչ կա ու միակ խաղահրապարակն էր դա։ Այդքան բան մեծ։ Այո, շատ մեծ թաղամաս է, շատ մեծ։ Թաղամասը չունի կոյուղի, գնում ինչ որ լցվում է մի հատ փոս։ Թաղամասը օրվա ընթացքում ընդ որում այդ Բյուրեղավանի ջուրը գնում է ամբողջ, չգիտեմ, քանի գյուղ ու քաղաք, բայց իրանք օրվա ընթացքում 4-6 ժամ, չգիտեմ, գրաֆիկով չեն ունենում, հատկապես ամառները։ Հատկապես ամառները։ Գրաֆիկով ջուր են ստանում։ Իրանք ամբողջ տարածքը երբեք հնձել, բան տենց հասկացողություն չկա, մի մասը շինախպի վերածված, մի մասը ամեն տարի դա հրդեհ լինում ամբողջ տարածքը, գերեզմանները հենց գերեզմանները վերջանում թաղամասն է սկսում, չկա որևէ ցանկապատ գոնե այդ։ Երեխեք ասենք գերեզմանատանն են խաղում, ստեղ են խաղում։ Բայց դրա փոխարեն տաղավարներում շատ տղամարդիկ կան նստած, կամ խաղում են, կամ զրուցում են։ Դա տաղավարը չկա, է։ Կան տեղեր կան, որ թաղավար։ Չէ, այդ Սարի թաղի մասին եմ խոսում, էլի, այդտեղ բիսեդկա էլ չկա, տաղավար էլ չկա, զրուցարանն է։ Այսինքն դա էլ է խնդիր, ինչու չլինի։ Հետո այդտեղ ինչ մի հատ նաև բան վտանգավոր բան կար։ Ենթակայանը հոսանքի հենց այդ խաղահրապարակի կողքն էր ու ցանկապատը բացված։ Ծնողները ասում են մենք կանգնում ենք, բայց գիտեք ինչ կա, ասենք լավ, ես հա օքեյ համայնքապետարանի պարտականությունն է դա, էլի, որ տենց չլինի, բայց 800 հոգի մարդ է ապրում, ես չեմ սիրում բնակիչներին մեղադրելը, բայց դա անտարբերություն է սա։ Իհարկե անտարբերություն է, բանը այդ ցանկապատը, որը բացված էր, ես Factor TV հետ էի գնացել այդտեղ բարձրաձայնելու խնդիրը, այդ օպերատորը միջև մենք այնտեղ զրուցում էինք լրագրողի հետ մարդկանց հետ, այդ օպերատորը ընդեղից այդ մետաղներ ճարավ, այդ ցանկապատը բերեց, փակեց, էլ մուտքը անհնար դարձրեց, էլի, ընդամենը, հա, մարդիկ շատ անտարբեր, կամ այդ ճոճանակը, որը ճոճվում էր, եթե լիներ իմ թաղամասում, իմ երեխու միակ խաղալու տեղը, վստահ եմ ես 4 հատիկ պետք է երկաթ խփես գետնի մեջ, մի քիչ երկաթ, եթե նույնիսկ սվարկվի հնարավորություն չկա, ուղակի բաներով, խամուտներով իրան 0 դրամ ծախս է պետք է այդտեղ անել, որ առնվազն տենց ընկնելու հավանականությունը։ Դե ասում են, բա իշխանությունները ինչի համար են։ Հա, մյուս կողմից, եթե երկրում ամեն ինչ ճիշտ է գնում, պիտի դա բնակիչը չանի։ Ստե Դե հիմա մենք ունենք այնինչ ունենք։ Էդվարդ, դուք ուրիշ ինչ պլաններ ունեք քաղաքի հետ կապված։ Դրանք փաստորեն որոշակի ձևով լուծելի հարցեր է, իսկ ովքեր են ձեզ ընդհանրապես ընդառաջում, դուք ճիշտ է ունեք գործիքներ, բայց ունեք նաև մարդիկ, ովքեր գալիս են։ Շատ դեպքերում ես օրինակ խնդրում եմ, այդ նույն կանաչապատում հիմնարկի այդ որ կոնֆլիկտի մեջ ենք, բայց անկախ դրանից ես շատ դեպքերում դիմում եմ իրանց, եղել են դեպքեր, որ իրանք մասնակցել են իմ կազմակերպած շաբաթօրյակին, միասին, ասենք իրանք ծառան են նետել են ստացել քաղաքապետի կողմից, պարզ է։ Դե դա բանի հավելվածի միջոցով ամենաշատ հայտ բացողների 5-յակում եմ եղել, դրա համար բանով ստացել եմ։ ԵԱՍՄ-ի պետի հետ օրինակ շփվում ենք նորմալ, եթե խնդիր կա, որը մտածում եմ հավելվածի խնդիր չի, ասինքն սխալ տեղերում տեղադրված աղբամաններ են կամ չգիտեմ ճիշտ աշխատողների ոչ ճիշտ աշխատանք կամ բան, ես ուղարկում եմ պետին հենց ԵԱՍՄ-ի ու գրեթե բոլոր դեպքերում ճիշտ լուծում ստացել այդ խնդիրները։ Այո, ես ասում եմ, որ այսօր սան մաքրումը ճիշտ չի կազմակերպվում Երևանում, բայց
դրա հետ մեկտեղ համագործակցում եմ այդ մարդու հետ, որտեվ ուզում են լավացնեն էլ, ինձ չի որ ասում են, չէ, ախպեր, գիտես, էսի է ձևը, էսի է ճիշտ ձևը, բնակիչներն են։ Այլ տեսնում ես մարդը ուզում է անի, բայց հələ որ չի ստացվում, ինչու՞ չէ համագործակցած այդ մարդուն ու նույն իդեաները կամ դրսում տեսած որ լավ բան եմ տեսնում, նկարում ուղարկում եմ ԵԱՍՄ-ի պետին, ասում նայես, ասած լավ բան կա, ինչու՞ չէ համագործակցած այդ մարդու հետ, եթե նպատակը իրանց վատաբանելը չի, այլ քաղաքը լավը դարձնելը, էլի։ Շատ դեպքերում ասում են, խես համագործակցում, օրինակ, ասում են, որտեղ նպատակը քաղաքը լավը դարձնելն է, ոչ թե այս մարդկանց ցեխը գցելը, էլի, ասենց ասած։ Հիմա ինչպես անել, որ վարակիչ դառնա ձեր գործողությունները։ Հիմա ես կարող ասեմ, ես եմ ինչ անում, որ վարակիչ դառնա իմ գործողությունները։ Առնվազն բլոգ եմ վարում ու իմ տեսանյութերը 100,000-ավոր դիտումներ են հավաքում այն մասին, որ մի քաղաքացին կարա բան փոխի իր շուրջը։ Ու այս վերջին 28 օրվա Մանավանդ հիմա անձրևները սկսվելու են եւ դուք արդեն մաքրել եք։ Լիքը ու նաեւ լիքը հայտ ենք բացել վիոլանները։ Ամեն մեկը կարող է թեկուզ իր բակի տարածքում մաքրի եւ արդեն ու բանը ու ես սովորացնում եմ հիմա շատ ակտիվ հայտ բացել, այսինքն շատ մարդ համարում է որ 105 զանգելը դա այն հին գործ տալ բանն է, այսինքն բայց ես բացատրում եմ որ այո մենք գործ ենք տալիս, բայց ոչ թե գործ տալ այդ պատկերացրած խաղային, այլ աշխատանքով ենք ապահովում Երևանի քաղաքապետարանի, ստիպում ենք որ գա եւ աշխատի ու այդ բանը այդ թեզը սենց ասած ես շատ ակտիվ քարոզում եմ հիմա էլ մանավանդ ասեմ ոչ պետքա զանգեք ոչ պետքա անուն ասեք ոչ մի բան հավելվածը քաշում եք active citizen ու այն փոքր խնդիրները որոնք ձեր շուրջ են մի հատ փոսա 4 ծառա 4 ճյուղա չհնձված խոտա աղբամանի կողքը հավաքված շին աղբա չգիտեմ այդ բոլոր խնդիրները բանը դիտահորի կափարիչա չկա ասենք դա ոնց կարելի է համարել գործ տալ օրը 100 մարդ կարող է ընկնի դե մեքենան փչացնի կամ աստված հեռու վթարվի ու վատ բան լինի դու ընդամենը մի րոպե կարա ժամանակ տրամադրես բացես հայտ որ այս կափարիչը դրեք հաստատ բոլոր դեպքերում բերում դնում են մի շաբաթվա ընթացքում եթե ոչ այդ օրը հաջորդ օրը կամ քո փողոցի լույսերը չի վառում տենց մարդ կարող է լինի մի տարի շարունակ բողոքի որ շենքից դեմի լույսը չկա երկավ լույսը այս վերջի շրջանում ամենալավ աշխատող հիմնարկն է դարել բանի այդ առումով հայտերին արձագանքող հենց հայտը բացում ես որ լույսը չկա հաջորդ օրը հայտիդ պատասխանը գալիս է արդեն լույսը սարքված վիճակում կան էլի կառույցներ, որոնք լավ չեն աշխատում, բայց կան դեպքեր, որոնք շատ լավ են աշխատում։ Հիմա ես ասում եմ լավ 10 հայտ բացի, թող 5-ը չարվի կամ սխալ արվի, բայց այն 5-ը լուծվում է, չէ։ Քո շրջակայքի պետք չի գնաս դու մասիվից հասնես աջափնյակում խնդիրներ ման գաս։ Քո շենքի կողքը, քո երեխան, քո կինը, քո աշխատանքի գնալու փողոցը, քո տնից դպրոց գնալու փողոցի մասով, մայթը չկա, գրի մայթ չկա, թեքահարթակը չկա, հայտ բացի որ թեքահարթակ չկա։ Մենք ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել։ Եթե ժամանակ դուք ժամանակ ունենաք լինել մեր տաղավարում, մենք կխոսենք խնդիրների մասին։ Հա, այսօր շատ տենց խառը խոսացինք, ժամանակ կարելի է կոնկրետ թեմայի մասին խոսալ, այսինքն եթե հուշարձանների մասով հիմա մենք ունենանք առաջխաղացում, որ սկսվի արդեն այդ վահանակները տեղադրվելու ճիշտ ձևով գործը առաջ գնա, կարանք մի օր խոսանք հուշարձաններից, արդեն կոնկրետ հուշարձանների մասին ինչ խնդիրներ ենք բախվել ու ինչ լուծումներ ենք տվել, կամ այս դպրոցների մասով կանաչապատման, եթե մի քիչ առաջ գնանք, կարանք այդ ոչ թե խնդիրներից, այլ այդ խնդրի լուծումներից խոսանք ու այդ դրա մասին բարձրաձայնենք, այնպես որ մենք պատրաստ ենք համագործակցել, որ քաղաքի համար լավ լինի եւ մեր բալիկների համար, ինչպես դուք եք ասում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ կհետևենք քաղաքի խնդիրներին, ճիշտ է մենք այս հարթակում ունենում ենք նաև ավականու անդամներ, նրանց էլ ենք այդ խնդիրների մասին, նրանց հետ խոսում եւ փորձում լուծումներ գտնել, այնպես որ ակտիվիստներն էլ պատահական չեն ի հայտ եկել, ինչ որտեղ պետությունը եթե ինչ-որ մի բանում կաղում է, որպես շարքային քաղաքացի կամեցող քաղաքացի փորձում ենք օգտակար լինել։ Շնորհակալություն եմ հայտնում Էդուարդ։ Ժամանակ առ ժամանակ կհանդիպենք, ինչպես դուք ասացիք, եւ ավելի առարկայական կխոսենք եւ գուցե ձեր բանակը գնալով ավելի լինի։ Մի օր տեսնեք, որ ամեն ինչ կարքին է թաղամասում եւ դրանից մարդը ընդհանրապես լավ է զգում, երբ որ իր կողքը մաքուր է, անվտանգ է։ Միանշանակ։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։